Սիրելի արենակիցներ, պաշտոնական վիճակագրության համաձայն 2025 թվականի հունվար դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ժողովրդագրական ցուցանիշներ արձանագրել են իրավիճակի էական վատացում։ Այս խիստ մտահոգիչ ժողովրդագրական միտումների առանցքային պատճառներից է մնում սոցիալականը։ Հիմա ներկայացնեմ 2025 թվականի պատկերը։ Բնակչության կենսունակության գործակիցը ծնվածների և մահացածների թվաքանակի հարաբերակցությունը նվազել է 7%-ային կետով։ Բնակչության բնական ավելվածը ծնվածների և մահացածների թվաքանակի տարբերությունը նվազել է 21%-ով։ Ամուսնությունների թիվն էլ նվազել է 10%-ով, իսկ ամուսնալուծություններն աճել են 4%-ով։ Ծնվածների թվաքանակը նվազել է 5%-ով, իսկ մահացածների թվաքանակը աճել է շուրջ 1%-ով։ 1-ից 4 տարեկան երեխաների մահերի դեպքերն աճել են շուրջ 18%-ով։ Խոստացել է ժողովրդագրական իրավիճակի թռիչքաձև բարելավում, բնակչության թվաքանակի շեշտակի աճ եւ այլն, իսկ փաստերը եւ միտումները հակառակն են։ Վարվող հակասոցիալական քաղաքականությունը ցավոք սրտի բերում է նաեւ իր ժողովրդագրական բացասական հետևանքները։ Հատկապես սոցիալապես առավել խոցելի խմբերում գտնվող մեր բնակչության կյանքի որակը նվազում է, ինչը հանգեցրել է նաև սոցիալական պատճառներով ամուսնությունների թվի կտրուկ կրճատման եւ ամուսնալուծությունների թվի աճի։ Մահացության ցուցանիշի, հատկապես մանկամահացության ցուցանիշի աճի եւ ծնելիության ցուցանիշի նվազման։ Ծերացող հասարակություն ունեցող ցանկացած երկրի իշխանության համար նման մտահոգիչ պատկերը պետք է առաջնային խնդիրներ դարձնել ժողովրդագրական, թիրախավորված եւ չափելի արդյունքներ